Աջակցություն եմ հայտնում բոլոր այն դատախազներին, որոնք իրենցն են համարում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն և արդարություն հաստատելու օրակարգը, դատախազության աշխատողի օրվա և դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը շնորհավորեց ներկաներին դատախազության աշխատողի օրվա առիթով, ընդգծեց այն միջազգային համաժողովի ձևաչափով անցկացնելու կարևորությունը։ Օրենքը, իրավունքը զարգանում է եւ ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության եւ արդարադատության հաստատման, թույլ տվեք ասել, համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով ավելի քան 1 դար դատախազության առաքելությունը մնում է անփոփոխ՝ ծառայել օրենքին, պաշտպանել պետական շահը, ամրապնդել իրավունքի գերակայությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը եւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության դատախազության հետ երկարամյա, վստահելի եւ արդյունավետ համագործակցության համար։ Համատեղ իրականացված ծրագրերը կարևոր դեր են ունեցել դատախազների կարողությունների զարգացման, մեր աշխատանքում եվրոպական լավագույն փորձի ներդրման եւ ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման գործում։ Ըստ դատախազի ժամանակակից աշխարհում պետության ուժը գնահատվում է ինչպես նրա տնտեսական ու ռազմական ներուժով, այնպես էլ արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությամբ, որը ձևավորում է օրենքի հեղինակությունը, պետության եւ հասարակության միջև ստեղծում պատասխանատվության, անվտանգության եւ իրավական կանխատեսելիության վրա հիմնված կապ։ Տեխնոլոգիական զարգացումները, թվային տնտեսության արագ ընդլայնումը, արհեստական բանականության կիրառումը, կրիպտոակտիվների աճող շրջանառությունը եւ միջազգային ֆինանսական համակարգերի փոխկապակցվածությունը ստեղծել են նոր հնարավորություններ ինչպես ստեղծագործ, այնպես էլ հանցավոր վարքագծի համար։ Ֆինանսական հանցագործությունները չեն ճանաչում պետական սահմաններ։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները կարող են րոպեների ընթացքում ճանապարհորդել տարբեր պետությունների տարածքներով եւ իրավազորությունների ուղիներով, մինչեւ կլվածվեն ու կօրինականացվեն։ Իսկ հանցավոր սխեմաները կարող են միաժամանակ գործել մի քանի մայրցամաքներում օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները։ Դատախազի խոսքով այս պայմաններում որևէ պետություն, որքան էլ զարգացած լինեն նրա ինստիտուտներն ու ենթակառուցվածքները, չի կարող միայնակ արդյունավետ հակազդել հանցավոր սխեմաներին։ Հետևաբար արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է նույն արժեքները կրող երկրների գործակցության խորությամբ։ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ընդգծեց, Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության բարեփոխումների առաջմղման եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործում։ Հայաստանը վերջին տարիներին զգալի ջանքեր է գործադրել իր իրավական եւ ինստիտուցիոնալ համակարգը հատիականացնելու, իրավապահ եւ դատախազական մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, իր գործելակերպը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով համաժողովի թեմային ապօրինի գույքի բռնագազման համակարգին ընդգծեց. Ուզում եմ առիթ օգտագործել մի կարևոր իմ կարծիքով թյուր ըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում եւ այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագազման համակարգը եւ ինստիտուտը ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում, բայց թույլ տվեք ասել, որ սա թյուր ըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագազման համակարգը իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից եւ միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաները այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ եւ ոչ օրինական ուշադրությունը ինքը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու եւ ինչի է հանգեցնելու, եւ այս առումով ապօրինի գույքի բռնագազման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում իհարկե եւ ժողովուրդը եւ կառավարությունը մի քիչ անհամբեր են, այնուամենայնիվ հակակոռուպցիոն քաղաքականության, կառավարության եւ կառավարող մեծամասնության շատ կարեւորություններից մեկն է։ Վարչապետն անհանգստացնող փաստ համարեց հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ, այդ թվում միջազգային վարկանիշներում որոշակի լճացման փուլում գտնվելը, որի հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետեւ մեզ համար սկզբունքային է, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ եւ սկզբունքային եւ հետեւական առաջընթաց արձանագրենք եւ իհարկե նաեւ ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ կառավարությունը, նոր ձևավորվող կառավարությունը եւ
խորհրդարանական մեծամասնությունը առաջնային խնդիր է համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը պայմանական ասած վերագործարկելու կամ թարմացնելու կամ ռեստարտ անելու process-ը եւ սա շատ կարեւոր է մեզ համար։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց գործընկերների հետ գործակցությամբ հստակ հանրային կոնսենսուս ձևակերպելու անհրաժեշտությունը, թե ինչ է արդարությունը եւ ինչ է արդարադատությունը։ Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում եւ զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա կամ հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունը ինչ է։ Իմ պատկերացմամբ արդարադատությունը եւ արդարությունը ինքը դիտարկվում է միայն եւ միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետեւ այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը, առավելագույնս համապատասխանում է արդարությանը եւ արդարադատությանը։ Այստեղ ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա եւ այդ աղբյուրը սուվերենն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունը ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մեր իրավական մենթալիտետի սոցիալ-հոգեբանության մեջ այդ խնդիրը գոյություն ունի, արդարությունը եւ արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն ժողովրդի հետ։ Վարչապետի դիտարկմամբ ոչ թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության եւ արդարադատության տեսքով, այլ արդարության եւ արդարադատության ինստիտուտները ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով, շահերի պաշտպանությամբ։ Սակայն ըստ Նիկոլ Փաշինյանի իրականում այս բանաձևը չի հաջողվել ներդնել Հայաստանում։ Մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ։ Առաջինը մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ, այսինքն սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամ արտահայտությամբ, եւ երկրորդը իրավական եւ իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ եւ փոփոխություններ։ Վարչապետն ընդգծեց արդարադատության վերաբերյալ ժողովրդի հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ Իմ կարծիքով Հայաստանում արդարության եւ արդարադատության հաստատման համար ըստ էության բոլոր այն հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որ կառավարության առաջ դրվել է, մենք այդ հարցերը լուծել ենք։ Եվ հետեւաբար այդ հարցերի եւ լուծել ենք նաեւ ժողովրդին անընդհատ դա բացատրելով, որ մենք այս բոլոր որոշումները բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն եւ արդարադատություն։ Իսկ այսօր կներեք իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին։ Նրանք, ովքեր ունեն փող, նրանք, ովքեր ունեն կապեր, նրանք, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ։ Եվ սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է, այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ։ Վարչապետի խոսքով այդ թվում նախընտրական քարոզարշավը եւ ընտրությունները ձևակերպել են հարցեր եւ դատաիրավական համակարգն այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի։ Եթե այդ հարցերին չհնչեն պատասխաններ, կոնկրետ այդ նշանակում է Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերին պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է եւ այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով։ Բայց մյուս կողմից ես հավատում եմ եւ հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ ըմբռնումը բավականին հուսալի, հենարան ձևավորել է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում։ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատեց, կարևորը այդ գործընթացը փակուղի չի մտել եւ հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների աջակցությամբ ելքեր կգտնեն։ Վարչապետը նաեւ շեշտեց, գործընթացը չպետք է շեղվի երկրի միջազգային ստանձնասպարտավորություններից։ Աննա Վարդապետյանը վստահեցրեց, որ գլխավոր դատախազությունը շարունակելու է զարգացնել դատախազների կարողությունները, հիմնվելով պրոֆեսիոնալիզմի, բարեվարկության, նորարար համարձակ լուծումների, վստահության վրա հիմնված գործընկերության, այդ թվում միջազգային գործակցության վրա։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։